Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք, 4-րդ գլուխ։ Եղիսե գոքնե խերջ այրիմը։ Մարգարիներու որդիներուն գիներու մեջ են գիմը Եղիսեի աղաղագելով ըսավ. Քուզարատ ամուսինս մերավ, ու դու գիտես թե քուզարատ աստվածավախ էր։ Բարդադերը եկավ որպես երկու զավակներս առնե իրեն ըստրուկ ընելու։ Եղիսե անոր ըսավ. Քեզի ինչ ունեմ։ Ըսե ինձ դունը ինչ ունիս։ Անալ պատասխանեց. Քո աղախինը դան մեջ սրվակը յուղեն զատ ուրիշ ոչինչ ունի։ Եղիսե անոր ըսավ. Քնա, թուրսեն բոլոր թրացներդ բարապ անոթներ ուզե քեզի համար։ Քիչ մի ուզեր։ Աբա դունդ մդիր, վրայետ եւ որդիներուդ վրայեն թուրը կոցե, յուղդ այդ բոլոր անոթներուն մեջ բարբե ու լեցվածը վերցուր։ Անալ անոր կովեն կնաց եւ իր վրայեն ու որդիներուն վրայեն թուրը կոցեց, անոնք անոթները իրեն կմոդեցնեին եւ ինք կլեցներ։ Երբ այդ անոթները լեցվեցան, իր որդին ասավ. Ինձի ուրիշ անոթ մոդեցուր։ Անալ իրեն պատասխանեց. ուրիշ անոթ չկա։ Այն ադեն յուղը գանք արավ։ Գինը քնած եւ Աստուծո մարդուն պատմեց։ Անալ ասավ. քնա, յուղը ձախե ու բարդքդ վճարե եւ մնացածով թուն ու որդիներդ ապրեցեք։ Եղիսե եւ Սունամացի հարուստ կինը։ Օրմը Եղիսե Սունամեն գանցներ։ Հոն մեծահամբավ գիմը գար, որ զինք քովը բահեց հաց ուդելու։ Հետո ամեն անգամ որ անգե անցներ, հաց ուդելու համար հոն գուղվեր։ Այդ գինը իր ամուսինին ըսավ. Ահա գիտեմ թե ասիգա որ շարունակ մեր քով գուքա, Աստուծո մեկ սուրբ մարդն է։ Գաղերսեմ, բզդիկ վերնադումը շինենք բادرով ու հոն մահիճ, սեղան, աթոր եւ աշտանակ տնենք անոր համար, որբեսի երբ մեզիկա հոն ուղվի։ Օրմը անհոն եկավ, վերնադուն ուղվեցավ ու հոն բարգեցավ։ Իր սպասավորին քեզի ըսավ. Գանչի այդ Սունամացի գինը։ Երբ զայն գանչեց, անոր ներկայացավ։ Եղիսե իր ծառային ըսավ. Գաղերսեմ անոր ըսե. Ահա դու մեզի համար այս ամբողջ չանկը թափեցիր։ Քեզի ինչ եմ։ Քեզի համար թող խոսվի թակավորին կամ սպարաբեդին։ Անպատասխանեց. Ես իմ ժողովրդիս մեջ կփնագիմ։ Եղիսե ասավ. Անոր ինչ կրնան կնել։ Քեզի պատասխանեց. Իրավ է թե ան որդի չունի եւ անոր ամուսինը ձերացեր է։ Ուստի Եղիսե ըսավ. Գանչե զայն։ Զայն գանչեց, անալ մուտք գայնեցավ։ Եղիսե անոր ըսավ. Հաջորդ տարի այս ադեն որդիմը պիտի քրգես։ Անալ պատասխանեց. Ոչ, ով իմ դերս, Աստուծո մարդ, քո աղախինիդ միսը դեր։ Գինը հղացավ ու հաջորդ տարին այդ ադեն որդիմը ծնավ, ինչպես Եղիսե անորը սերեր։ Զավակը մեծավ։ Օրմը իր հոր քնած հնցողներունքով։ Իր հորը ասավ. Գլուխս, գլուխս։ Անալ սպասավորին ասավ. Փոխադրեց ինք իր մորքով։ Զինք փոխադրեց եւ իր մոր դարավ։ Մինչև գեսոր անոր ձունգերուն վրա մնաց, հետո մեռավ։ Գինը բարձրացավ, զինք Աստուծո մարդուն մահիջին մեջ բարգեցուց, թուրը վրային կոցեց ու դուրս ելավ։ Աբա իր ամուսինը գանչեց եւ ասավ. Գաղերսեմ ինձի սպասավորները մեկուն հետ էշ մղրգե որբեսի աջաբարանքով երթամ մինչև Աստուծո մարդունքով ու վերաթարնամ։ Անսավ. Ինչու այսօր անոր պիտի երթաս։ Ամսակլուխ չէ, շաբաթ չէ։ Ինքալ պատասխանեց. Ողջություն։ Հետո էշը համեդել դվավ եւ սպասավորին ասավ. Վարե, կնա, ինձի համար վարելեն մի թատրիր, մինչև որ քեզի ասեմ։ Կնաց ու ասավ Աստուծո մարդունքով Գարմեղոս լերը։ Երբ Աստուծո մարդը հերվեն զինք տեսավ, իր սպասավորին քեզի ասավ. Ահա այդ Սունամացի գինը գուքա։ Գաղերսեմ, հիմա վազե թիմավորե զինք եւ ասե իրեն. Ողջ առողջ ես, ամուսինդ ողջ առողջ է, զավակդ ողջ առողջ է։ Ինքալ պատասխանեց. Ողջ առողջ ենք։ Երբ գինը լերը Աստուծո մարդունքով ասավ, անոր ոտքերուն պատտվեցավ։ Քեզի մոդեցավ, որբեսի զինք հրե, բայց Աստուծո մարդը ասավ. Թող զինք, քանի որ անոր անձը թարնացած է, բայց դերը ինձ մե տակում բահեց, ինձի չիմացուց։ Գինը ասավ. Ես իմ դիրոջմես որդի խնդրեցի, միթե չսի զիս մի խապեր։ Անալ քեզի ասավ. Կոդիդ մեջքդ գաբե, իմ ծուբս ցերկը դար եւ կնա։ Եթե մարդումը հանդիպիս զայն մի բարևեր,
ու եթե մարդ մը քեզ բարևե, անոր մի պատասխաներ, իմ ցուբս թիր դղային երեսին վրա։ Իսկ դղային մայրը ասավ. դերը գաբրի ու քո անցդ գաբրի, քեզ պիտի չթողում։ Ուստի Եղիսե գանկնեցավ եւ գնոջ հետևեցավ։ Քեզի անոնց արջևեն կնաց ու ցուբը դղային երեսին վրա դրավ, սակայն ոչ ցայն գար, ոչ ալսկայնություն։ Ուստի վերադարձավ Եղիսեն թիմավորելու եւ անոր պատմեց։ Դղան չարտնցավ։ Երբ Եղիսե դունը ասավ, ահա դղան մեռած ու իր մահիջի մեջ բարգած էր։ Ներս երթալով իրենց երկուքին վրայեն թուրը կոչեց եւ դիրոջ աղոթեց։ Ապա բարձրանալով զավագին վրա բարգեցավ։ Իր փերանը անոր փերանին վրա թրավ։ Իր աչքերը անոր աչքերու վրա, իր ափերը անոր ափերուն վրա եւ անոր վրա գծգվեցավ։ Զավագին մարմինը դակցավ։ Հետո վերադարձավ, դան մեջ հոսոն կնաց ու բարձրանալով գրգին անոր վրա գծգվեցավ։ Դղան 7 անգամ փրկդաց եւ աչքերը բացավ։ Այն ադեն քեզին գանչեց ու սավ։ Գանչի այս սունամացի գինը։ Զայն գանչեց։ Երբ ան իրեն եկավ, Եղիսե անոր սավ։ Ար որդիդ։ Գինը ներս երթալով անոր ոտքերը ինգավ, մինչև քեդին խոնարելով երգրբակեց եւ իր որդին առնելով դուրս ելավ։ Երկու հրաշքներ։ Եղիսե քաղաքաղա վերադարձավ։ Այդ երկրի մեջ սով գար։ Քանի մարգարեներուն որդիները անոր առջև նստած էին, ան իր սպասավորին ասավ. մեծ գացանթիր գրագին վրա եւ մարգարեներու որդիներուն աբուր եպե։ Մեկը դուրս ելավ թաշտը, որբեսի խոդեր ժողվե։ Վայրի դունք մը կդավ եւ անգե հանդերձը լեցուն վայրի վարունգ ժողվեց։ Աբա եկավ ու զանոնք աբուրի գացայի մեջ մանդրեց, քանի որ չէին ճանչնար։ Այդ մարտոց լեցուցին, որբեսի ուդեն։ Մինչ այդ աբուրեն գուդեին, բորալովսին։ Ով Աստուծո մարդ, մահ գա գացայի մեջ ու չգրցան ուդել։ Անալսավ։ Ալյուր պերեք։ Զայն գացայի մեջ նետեց եւ ասավ. լեցուր ժողովրդին որբեսի ուդեն։ Ալգացայի մեջ վնասագար ոչինչ կար։ Փահաղ Սաղիսայեն մարդ մի եկավ եւ Աստուծո մարդուն հացեր բերավ երախայրիկեն շինված 20 քարի է հաց ու թարմ հասկեր իր բարգով։ Եղիսե ասավ. ժողովրդին դուր որբեսի ուդեն։ Անորը սպասարկուն պատասխանեց. այս ինչ է որ 100 մարդու առջև տնեմ, բայց ան ասավ. ժողովրդին դուր որբեսի ուդեն, արտարև դերը սա գահայդարարե, պիտի ուդեն եւ պիտի ավելնա։ Ուստի անոնց առջև դրավ ու գերան եւ ավելցավ դիրոջ խոսքին համաձայն։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։